Աշխարհում եւ Հայաստանում համացանցի բազմալեզվության ապահովման գործընթացների մասին կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում հանդիպում մասնագիտական շրջանակների հետ, որն արդեն 4-րդ անգամ էր կազմակերպում ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպություն է։ Համաժողովին ներկային տեխնիկական համայնքի եւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացուցիչներ։ Մասնակիցները քննարկեցին Հայաստանում համացանցից տարբեր լեզուներով եւ մասնավորապես հայերենում օգտվելու առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները։ Համաժողովի կազմակերպիչներից Քրիստինե Հակոբյանը նշեց, որ համընդհանուր ընդունում շարժմանը, որը ենթադրում է լատինատառից անցում բազմալեզվության, Հայաստանը միացել է դեռ 10 տարի առաջ, իսկ հայերենի կիրառումը ոչ միայն ավելի հարմարավետ է յուրաքանչյուր հայի համար, այլ նպաստում է պետական մակարդակում տնտեսությունների ակտիվացմանը։ Նրա խոսքով, քանի որ վերջին տարիներին Հայաստանը լայն թափով խթանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, այս համատեքստում համացանցի հայերեն կիրառումն ու ապահովումը հրամայական է դառնում։ Հակոբյանն իր խոսքում թեև ընդգծեց, որ լատինատառից անցում կատարել ենք հայերենի, բայց դեռևս կան չլուծված խնդիրներ։ Ինչու է բարդ, որովհետև դեռևս մի քանի փոքր քայլերով ենք մենք առաջ գնում, տենց մեծ առաջընթաց դեռևս չկա, բայց փորձում ենք թե բովանդակության տեսանկյունից համացանցում ստեղծել բովանդակություն տարբեր գործընկերների միջոցով եւ մենք ինքներս մեր բոլոր միջոցառումների եւ համաժողովների ժամանակ նշում ենք պարտադիր, որ հայերենի թվայնացումը բավականին մեծ նշանակություն ունի այսօրվա համացանցում եւ այսօրվա տնտեսության զարգացման, կրթական համակարգի զարգացման, տեխնիկական համայնքի համար բավականին լայն հնարավորություններ է ստեղծում։ Համաժողովի մասնակիցներից Իգոր Մկրտումյանն իր ելույթում ընդգծեց, որ 120 երկրներ եւ տեխնոլոգիական հսկաներ արդեն գիտակցել են համացանցի բազմալեզվության կարեւորությունը ոչ միայն կրթական եւ մշակութային, այլև տնտեսական զարգացման տեսանկյունից։ Նա հավելեց, պատահական չէ, որ Apple, Google եւ Microsoft ընկերությունները ստեղծել են համընդհանուր ընդունման կառավարման խումբ բազմալեզվության գործընթացը առաջ մղելու համար։ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դավոյանն էլ ողջունեց նման համաժողովների անցկացումը, այն համարելով կարևոր հարթակ խնդիրների վերհանման համար։ Նա նշեց, որ գերատեսչությունն արդեն շրջանառել է լեզվական պետական քաղաքականության նոր հայեցակարգ, շեշտը դնելով ներառականության կիրառման վրա։ Ներառականությունը բավականին լայն դիտված ներառականություն, ոչ միայն տարբեր սոցիալական խմբերի, մարդկանց, ազգային փոքրամասնությունների, լեզուների իմաստով, այլ նաև հատկապես սոցիալական խմբերի եւ շերտերի ներառականության իմաստով եւ այս առումով այս միջոցառումը հենց կարծեք լեզվական քաղաքականության հենց այդ հիմնական սկզբունքին է, որ արձագանքում է։ Նշենք, որ միջոցառման կազմակերպիչների խոսքով արդեն համացանցի որոնման համակարգից օգտվելիս հայ սպառողը կարող է օգտագործել եւ օգտվել ոչ միայն AM, այլև հայատառ հայ դոմենից։